Ողջույն։ Լավագույնը, ինչ տալիս է մեզ պատմությունը, նրա կողմից հարուցվող խանդավառությունն է։ Այսօր պատմությունը մեզ տվեց ամենախանդավառը։ Մեր փոքրիկ նորանկախ հանրապետության շախմատի հավաքականը համաշխարհային օլիմպիական խաղերում վաստակեց ոսկե գավաթը։ Սմբատ Լպուտյան, Արտաշես Մինասյան, Վլադիմիր Հակոբյան, Կարեն Ասերյան, Գաբրիել Սարգսյան, Լևոն Արանյան։ Ահա այն անունները, որոնք երկարամյա դադարից հետո հայ ժողովրդին ցնծության եւ ուրախության պահեր պարգևեցին։ Այսօր նրանք մեր հաղորդաշարի հյուրն են։ Բարև ձեզ, շնորհակալություն, որ մեր հրավերը չմերժեցիք, նախ եւ առաջ շնորհավորում եմ ձեզ։ Մեր հեռուստադիտողներին ասեմ, որ այսօր ոչ բոլոր շախմատիստներն են մեր հյուրը հավաքականի, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Կարեն Ասերյանն են մեր հյուրերը, շնորհակալություն եւս մեկ անգամ։ Պարոն Լպուտյան, ինչպես է պատահում, որ հավաքական խաղում մեր շախմատիստները ավելի լավ արդյունք են ցույց տալիս, քան անհատական խաղերում։ Վերջին ժամանակներում ես կասեի, որ մեր տղաները անհատական նույնպես փալուն հաղթանակներ են ունեցել, բայց ինչ վերաբերում է թիմային, իրականում իսկապես Հայաստանը արդեն 14 տարի է, ինչ ցույց է տալիս շատ բարձր արդյունքներ թիմային հաշվարկով եւ իհարկե այս հաջողությունը դա ամենամեծն էր, որովհետեւ թիմային հաշվարկով օլիմպիական խաղերը դա համարվում են ամենաբարձր, ամենադժվար մրցաշարը։ Ինչու են լավ խաղում, որովհետև ես կարծում եմ, որ բոլորը, երբ որ մեկնում են մրցաշարի, մտածում են միանման, հասկանում են դրա կարևորությունը, հասկանում են, որ դրա շուրջը պետք է համախմբվեն, պետք է լինեն ամեն հարցում շատ զգույշ, որպեսզի մթնոլորտը թիմի լինի կայուն, որովհետև շատ կարևոր է, որ թիմը շատ լավ մթնոլորտում եւ միջավայրում է լինում։ Մանավանդ երկար մրցաշարը այդ ժամանակ պետք է այնպեսի վիճակ լինի թիմը, որ նրանք մեկը մյուսին լիցքավորեն, մեկը մյուսին օգնեն, մեկը մյուսի հետ այնքան լավ լինի հարաբերությունները, որ նա միայն էներգիա ստանա։ Ես կարծում եմ, որ մեր թիմի տղաները բոլորը շատ խորիմաց են, հասկանում են այդ ամեն ինչը, ներողամիտ է մեկը մյուսի հանդեպ եւ դա հնարավորություն է տալիս եւ անկեղծ ուրախանում է մեկը մյուսով եւ դա հնարավորություն է տալիս իսկապես ունենալ մեծ հաջողություններ։ Եվ բացի այդ էլ իհարկե մեր թիմը հիմա շատ լավ թիմ է, շատ կարելի ասել պատրաստված եւ մարզիչները եւ թիմի անդամները բոլորն էլ ես կարծում եմ ամենալավագույն իրենց այն վիճակում են, որ կարողացան իրենց խաղը ցույց տալ այնպեսին, ինչպեսին իրենք կարող են։ Ես կխնդրեմ զգացումների մասին պատմեք այն պահին, երբ հասկացաք, որ չեմպիոն եք։ Իհարկե մեծ ուրախություն էր տիրում, բոլորը շատ ուրախ էինք եւ հպարտ մեր երկրի, մեր երկրպագուների, մեր հարազատների, բարեկամների համար։ Դա երևի եղավ Հունգարիայի խաղից առաջ, երբ որ մեր առաջ արդեն պայմանավորվեց, որ մենք ոչ ոքի ենք խաղանվերջ 2-2 եւ արդեն մեզ չէին կարող հասնել ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը, որովհետև զանգարեցինք տուն, սկզբից իրենց հարազատներին, ծնողներին, կիսեցինք այդ ուրախությունը իրենց հետ, մեծ ուրախություն էր տիրում։ Իհարկե ինձ համար շատ մեծ ուրախություն էր դա, էմոցիաների պահեր, շատ էմոցիա։ Իհարկե շախմատում այդ էմոցիաները այդքան ազատ չես կարողանում դասավորել, չես կարողանում ցույց տալ ինչպես մյուս սպորտերում, բայց դա ուրախություն էր, կարևորություն բոլորը զգում էինք ժողովրդի հանդեպ, քանի որ մրցաշարի ընթացքում պատասխանատվությունը զգացվում էր, շատ կարևոր եւ ինչ ասեմ, իհարկե շատ հուզումնաց պահ։ Ես կարող եմ ասել եւ իհարկե տղաներն եք ասել, որ այդ պահը ինձ թվում է չի մի մարդ, որը այնտեղ էր, որ իր կյանքի ընթացքում մոռանա այդ պահը, դա այնպեսի պահ էր, որ միշտ քեզ հետ ամնում։ Մեր հավաքականում սերունդների տարբերություն է առկա եւ երկու սերունդների ներկայացուցիչներ են։ Պարոն Լպուտյան, ես կխնդրեմ դուք պատասխանեք այս հարցից առաջին հերթին, հակասություններ երբեմն չեն առաջանում։ Բնականորեն բոլոր ժամանակներում եւ բոլոր պահերում լինում են հակասություններ, բայց դրանք լինում են այնպեսի, որոնք լուծվող հակասություններ են։ Բնականորեն երբ որ տարիքները տարբեր են լինում եւ մտածելակերպը, մոտեցումները նույնպես փոխվում են, բայց երբ որ գործը լինում է մի ընդհանուր, ապա բոլորս կարողանում ենք հասկանալ դրա կարևորությունը եւ միասին ենք, բայց հիմնականում իհարկե դա պարտադիր չի, որովհետեւ եթե մեծը լինում է իր մեծի դերում, երիտասարդը իր երիտասարդ դերում, ամեն ինչ շատ նորմալ է լինում եւ այդքան դժվարություններ չի լինում այդ թիմի։
Ինչպես երիտասարդները կպատասխանեն, երբեմն մեծերի հետ շփումը բարդ չի լինում։ Դա ես արդեն 98 թվականից եմ խաղում, Էլիստայի Օլիմպիադայից մեծ այս հավաքականում, եւ ոչ մի անգամ ոչ մի խնդիր չի եղել, որովհետեւ բոլորը շատ բարձրակարգ եւ շախմատիստներ եւ անձնավորություններ են։ Միայն մեծ պատիվ է իրանց կողքին խաղալ։ Մեր թիմում միշտ եղել է լավ մթնոլորտ, բոլորը իրար հանդեպ շատ լավ են վերաբերվում, բոլորը իրար օգնում են, պատրաստվելուց առաջ։ Ոչ մի անգամ այդպես խնդիր չի։ Ինչ կասեք։ Ես էլ 2000 թվականից արդեն հավաքականի մեջ եմ։ Իհարկե փորձել շախմատիստների հետ շփումը համանավանդ 2000 թվականին եւ ես առաջին անգամ հավաքական մտա, իհարկե շատ մեծ օգուտ է տալի շախմատիստին, այդ մթնոլորտն է զգում մրցաշարային առումով, քանի որ շատ փորձ ունեն, մեծ փորձ ունեն մյուսները եւ հասկանում ես, իսկ այդ հակասությունների բավ, եթե ես իմ կարծիքային է, եթե մարդ համաձայնվում է, այսինքն ինքը հավաքականում է խաղում, ինքը ներկայացնում է իր երկիրը, այդ մարդը իր վրա պարտավորությունները վերցնում իր երկրի առջև, դա նշանակում է, որ նա պարտավոր է իրենից կախված ամեն ինչ եւ մթնոլորտի եւ բոլոր պահերով ինքը պարտավոր է այնպես անել, որ իր երկիրը ինքը բարձր մակարդակի վրա ներկայացնի։ Շախմատից դուրս ընդհանրապես ընկերներ եք։ Այո, իհարկե, միշտ հանդիպում ենք, երբ որ հնարավորություն կա, միշտ զանգարում ենք, հետաքրքրում ենք իրենց պլաններով, մրցաշարներում, իհարկե։ Ինչպես եք անցկացնում ձեր ժամանակը։ Դժվար հարց է։ Գիտեք ինչ, կան մենք նորմալ մարդու պես ենք ապրում, ասենք կան ընկերներ, կան շախմատային ընկերներ, կան դպրոցային ընկերներ, կան ընկերներ, ոնց որ ասում է փողոցից, հայացի ընկերներ կան, եւ ասենք երբ մրցումների ենք լինում, բնականաբար շախմատիստների հետ ենք շփվում, երբ որ Երևանում եմ, շատ հաճախ մյուս տղաների հետ եմ շփվում, շախմատիստների հետ նույնպես շփվում եմ, հասարակ ես չի ասի, օրինակ իմ կյանքը շատ հասարակ ձևով է ընթանում, ոնց որ մյուս հայ տղաների կյանքը։ Դուք ինչ կասեք, երիտասարդների հետ հաճախ եք հավաքվում։ Հիմնականում երիտասարդների հետ եմ, որովհետև աշխատակի բնույթն է այդպեսին։ Այո, հիմնականում երիտասարդների հետ։ Յուրաքանչյուր ազգ պետք է ճանաչի իր հերոսներին, այսօր մեր ազգի հերոսները դուք եք, քանի որ մեզ երկար սպասված հաղթանակը բերեցիք։ Ես կխնդրեմ, որ ինքներդ ձեզ նկարագրեք մի քանի բառով, ինչպիսին պետք է լինի շախմատիստը։ Չէ, լավ կլինի, որ մեր երիտասարդները պատասխանեն։ Չէ, օրինակ ես ինձ հերոս չեմ համարում, ես աշխատանքն եմ անում, արդեն ես 20 տարի եմ խաղում եմ շախմատ եւ միշտ փորձում եմ բարձր որակով անել այդ աշխատանքը, որ շախմատ եմ խաղում։ Ինչ եմ համարում հերոս։ Ինչպես կնկարագրես ինքդ քեզ։ Ինչպիսի մարդ ես դու։ Դժվար է, ավելի լավ կարանք ընկերները ավելի լավ բնութագրեն, այդպես ավելի ճիշտ կլինի։ Լավ, միգուցե միմյանց նկարագրեք։ Այ Գաբրիել, ինչպիսին է Կարենը։ Կարենը շատ շփվող անձնավորություն է, ես կարող եմ ասել, Կարենի հետ շատ այդպիսի բան շատ հազվադեպ է լինի, որ ինչ-որ Կարենի հետ խնդիրներ ունենա, շատ հասնող, ես այդպես եմ միշտ պատկասել Կարենին, ընկեր ասել, դե գիտեք ինչ դժվար է մարդուն, նամանավանդ երբ որ մարդը քո կողքն է նստած, դժվար է մարդուն նկարագրել, ուրիշ բան որ ասենք ուրիշ։ Պահ պատկերացրու, որ այստեղ չի նա եւ նկարագրի, ինչպես կնկարագրի։ Դժվար է, չկա, շատ դրական անձնավորություն, շատ լավ անձնավորություն, հա, հատած ասենք, էլի, կարգին լավ տղա։ Նույն խոսքերը դու պիտի ասես հիմա Կարեն։ Այո, նույն խոսքերը, մենք կարող ասել որ Գաբրիելը շատ լավ շախմատիստ է, իր կողքը շատ միշտ վստահ է, երբ որ ինքը կողքը է խաղում, շատ լավ է խաղում վերջնախաղները, սկզբնախաղները շատ լավ գիտի, եւ որպես ընկեր է, շատ լավ ընկեր է։ Պարոն Լպիտյան, իսկ հիմա դուք միգուցե երկուսին միասին նկարագրեք։ Դե Կարենը իսկապես շատ ակտիվ է հարաբերություններում, շատ ջերմ է, մանավանդ պատանի շախմատիստների հետ, ես նկատում եմ մանուկ երեխաների հետ, որտեղ հավաքներին ընդհանրապես երեխաները Կարենի շուրջը միշտ պտտվում են, որտեղ ուզում են Կարենի հետ շփվեն, իսկ Կարենը դա մեծ ուրախությամբ է անում։ Միշտ հոգատար է երեխաների հանդեպ, նույնը ես իհարկե կասեի դա Գաբրիելի մասին, որ նույնպես շատ հոգատար է իր պատանի շախմատիստների հետ, ընկերություն է անում, շատ անկեղծ է ընկերությունը, շատ ջերմ է, ազնիվ է ընկերության մեջ, ունի ներքին ուժ, որը իրեն կարողանում է եւ ստիպում է հաղթահարել դժվարությունները, որը շատ կարեւոր է մարդու համար։ Ընդհանուր կարծում եմ, որ ինքը իր մտածելակերպում շատ ազնիվ է, ոնց որ ինքը մտածում է, ինքը դրա հանդեպ շատ ազնիվ է։ Մենք ընդհանրապես մեր տղաները բոլորը իրականում շատ լավն են, բացի նրանից որ բոլորը շատ բարձրակարգ շախմատիստներ են,
լավ տղաներ են, ամեն մեկը իր բնույթով շատ հետաքրքիր, դրա համար երբ որ միասին են, ընդհանուր մթնոլորտը շատ հետաքրքիր է լինում։ Ես կասեի, որ բոլորը ազնիվ տղաներ են, բոլորը մաքուր են եւ այդ մթնոլորտում մարդ միշտ իրեն շատ լավ է զգում։ Ես կխնդրեմ նաև այստեղ ներկա չգտնվողների մասին էլ պատմեք։ Օրինակ Լևոն Արոնյանը ապրում է Գերմանիայում։ Արդյոք նրա մտածելակերպը տարբերվում է այստեղի երիտասարդների մտածելակերպից։ Չի, ասի որ տարբերվում է, նա երկար ժամանակ ապրել է Հայաստանում ու մնացել է նույնը։ Լևոնը շատ տաղանդավոր շախմատիստ է, ունի շատ լավ հնարավորություններ դառնալ համար առաջինը շախմատում, նա բոլոր նախադրյալներն ունի դրա համար, նա շատ լավ պարապում է եւ հուսանք որ նա կհասնի այդ ամենամեծ բարձունքներին։ Մյուսների մասն էլ դու պատմիր, Գաբրիել։ Ինչ պատմեմ, մեր տղաները բոլորն էլ շատ իրար հետ մոտիկ են, շատ լավ տղաներ են, ասենք, նույն Արտաշեսը, Վլադիմիրը, մի քիչ մարդկանց մասին եկել, դա բնականաբար շատ ուժեղ շախմատիստներ են բոլորն են։ Եվ բացի դրանից շատ կարևոր է, հենց մեր շախմատին ես դա եմ կարևորագույն համարում, որ բացի նրանից, որ նրանք լավ շախմատիստներ են, բոլորն էլ լավ մարդիկ են, ուժեղ անձնավորություններ են, իրենց մտածելակերպ ունեն, ու իրենց ոնց որ ասած անձնավորություններ են, իսկապես անձնավորություններ են, ոչ թե հասարակ։ Հիմնականը դա է, որ նրանք շախմատը կարևոր է չի իրենց կյանքում։ Ուղղակի լավ մարդիկ են, աշխատում են ընկերասեր լինել, բարեկամասեր լինել, իրենց հետ հեշտ է շփվել։ Շախմատի յուրաքանչյուր քայլից առաջ երկար մտածում են, հետո նոր որևէ քայլ են անում։ Արդյոք կյանքում էլ է այդպես, պարոն Լիպեցյան, դուք սկսեք։ Դե կա շախմատից որ շատ արագ է կողմնորոշվում։ Եվ կարծում եմ կյանքում էլ արագ կարող է կողմնորոշվել։ Հիմնականում իհարկե շախմատը սիրում եմ մտածել, բայց շախմատիստները տարբեր են լինում են արագ մտածելակերպ, ունեցող շախմատիստ լինում է, որ ավելի դանդաղ։ Օրինակ մեր տղաները հիմնականում արագ մտածողներ են։ Դանդաղներից մեկը ես եմ։ Բայց հիմնականում կողմնորոշվելը իհարկե դա կարող է եւ արագ կողմնորոշել, բայց ոչ լավագույնն է։ Բայց հիմնականում իհարկե շախմատը եւ կյանքը մոտ են եւ շախմատը օգնում է, որպեսզի կյանքում ոնց որ շախմատում ես ու կողմնորոշում այնպես է կյանքում։ Շախմատը օգնում է կյանքում ավելի ճիշտ քայլես։ Իսկ օրինակ դուք ձեր բնավորությունը շախմատի որ քարին եք նմանեցնում։ Թագավոր եք կամ որևէ այլ։ Չես կարող ասել, նայես եւ կարող ես լինել զինվոր, կարող ես լինել թագավոր, նայես բա ինչ է քեզ հուշում։ Այնպես որ կյանքում էլ դու պետք է լինես շատ տարբեր քարեր, որովհետեւ դրանով եւ գեղեցիկ է, միշտ թագավոր լինելը ոչ միշտ է հաճելի։ Ինչ առումով, որ առումով։ Բնավորությունը որ կերպարի։ Դա չեմ կարող ասեմ։ Բնավորությունը դա յուրեք ինչ։ Շախմատի քայլով չէ ուզի որ բնավորությունը համատվեր։ Ավելի կարևոր բաներ կա կյանքում։ Շախմատի քայլը դա քար է, ասենք, իսկ բնավորությունը պետք է ազնիվ լինի, ասենք։ Ընկերասեր լինի, ազնիվ լինի, ինքը իր առջև մաքուր լինի։ Իսկ շախմատում չեմ կարծում որ ինչ-որ քար ունի այդ։ Ոնց ասեմ։ Եվ այդպես չենք ասել, այն շախմատի քարը, իսկ մարդը։ Դու ես նմանատիպ կարծիքի։ Այո, երևի, բայց երևի ամենալավ խաղակարը զինվորն է, որ կարաս կնամանացնես, որտեղ զինվորը կարա հետո վերացվի եւ ցանկացած մյուս խաղակարի։ Եվ ավելի շատ էլ նման են զինվորի շախմատիստները։ Դες չեմ կարծում մենք զինվոր ենք ասենք, ոչ մեկս ենք բան չունենք, այս զինվորը իմ կարծիքով չի կարա լավ շախմատ խաղա։ Փիղձի, թագուի կարա դառնա։ Գաբրիելը չի ուզում դառնալ զինվոր համատը, թե զինվորը արքա չի դառնում։ Դրա համար չի իմացել։ Գաբրիելի ծառայության մեջ է, զինվորների հետ այդքան։ Այստեղից երևի եզրակացություն, որ Գաբրիելը որոշել է թագավոր դառնալ, այո։ Կյանքում։ Դե գիտեք ոնց, կյանքում մարդ, մանավանդ երբ որ երիտասարդ է լինում, իր առջև շատ բարձր խնդիրներ պետք է լինի։ Եթե ասենք չհասնել այդ բարձր խնդիրներին, ասենք կհասնի դրանից ցածրին, բայց ամեն դեպքում դու պետք է փորձես ամենաբարձրին, որ իշքան կարողանաս գնաս քո կյանքում առաջ։ Հիմա թագավոր դա ընտրալներն է, ես ճիշտ ասած չէի ուզի թագավոր լինել, բայց ամեն դեպքում ամենաբարձրը քո կյանքում դնում ես այդ խնդիրը։ Բայց ամեն մաս բնականաբար չի կարող թագավոր դառնալ, ինչ որ անցել պիտի նես եւ աստու կողմից կամ Այնպես որ ես կարող եմ ասել, որ ես կյանքում փորձում եմ
հասնել առավելագույնին, բայց դա բնականաբար շատ հազվադեպ է ստացվում։ Պայքարում ես դրա համար։ Յուրաքանչյուր խմբում սովորաբար լինում է լիդեր, բնավորությամբ լիդեր։ Այդ ձեր խմբում ով է լիդեր։ Ինձ դժվար է ասել ով է լիդեր։ Երևի մեր թիմի հաջողությունների մեջ որտեղ բոլորն ոնց որ իր պահին լինում են լիդեր, վերցնում են խաղերը իրար եւ տանում են երիտևից մյուսներին։ Ընդհանրապես շախմատ խաղալիս շախմատիստները շատ լուրջ են, իսկ կյանքում ասում են, որ հումորով մարդիկ են, այդպես է։ Ոչ միշտ է այդպես, բայց շախմատում պարտավոր է լինել լուրջ, որ իզև աննայեն է լինել, իսկ կյանքում լինում է շատ սովորական, ոնց որ բոլորը, մեկը լինում է հումորով ավելի ոչտված, մյուսը ոչ, բայց ամեն դեպքում կյանք սիրող անձնավորություններ են։ Խմբում ամենաուրախ մարդը ով է, որի բացակայությունը անմիջապես զգացվում է որևէ հավաքույթի, խնջույքի ժամանակ։ Իմ կարծիքով մեր թվում Վլադիմիր Հակոբյան, ասենք իր հետ շատ ավելի ուրախ է անցնում ժամանակը։ Ինչ կասես։ Ես եմ, թե համարում ենք, Վլադիմիրը որ սկսում է իր կատակների բաների դժվար է կանգնացնել, իր ծիծաղը, իր ժպիտը բոլորին ոգևորում է եւ ծիծաղը։ Որևէ բան կհիշեք։ Այդ դժվար կլինի երևի։ Վլադիմիրը դեռ տեսնում էր ասում էր նշան օրինակ։ Մենք գնացինք մեր ուրեմն տնակը, այնտեղ գյուղում առաջի համարեր ասում ասա նշան, մենք պետք է անպայման չեմպիոն դառնանք։ Հետո ինչ որ լինում էր ասում էր նշան, մենք արդեն ընթանում ենք առաջի տևով, ասում էր սա նշանա պետք է գնանք։ Շուտ մեկը պարտվեց, ասեց դա նշանա, որ ինքը պարտվեց։ Ինչ էր նշան, ասում էր նշանա ու հենց էլ վերջում ասում տեսակ ցախ ճիշտ էր, նշանները ճիշտ էր եւ մենք դառնանք օլիմպիական չեմպիոն։ Սնահավատ է, այսինքն Վլադիմիր։ Վերև շախմատները բոլորն են սնահավատ։ Բոլորն նույն շորերը չպետք է փոխեն, որ հաղթել են, այն ճանապարհով որ գնացել են, նույն ճանապարհով պետք է գնան խաղի տեղը։ Բոլորի մոտ երևի կա։ Խաղից առաջ ինչպիսին է լինում տրամադրվածությունը հակառակորդի նկատմամբ։ Ագրեսիվ վերաբերմունք է լինում թե։ Նայած ինչ հակառակորդ է խաղում, եթե խաղում ես ուժեղ թիմի հակառակորդ հետ, իհարկե ավելի ագրեսիվ ես տրամադրվում, որովհետև գիտես որ ինքն էլ է քեզ փորձել հաղթել։ Եվ հետո կարևոր մրցախաղը ավելի լավ է տրամադրվում, նայած։ Օրինակ Ռուսաստանի դեմ ուրիշ ձև է տրամադրվում, քան Նիգերիայի կամ Վենեսուելայի։ Այդքան է։ Իսկ ընկերներ ունեք հակառակորդ թիմից։ Ճիշտ ասած, վերջի ժամանակներս իմ մոտ դա շատ մեծ խնդրեմ է ընկերոջ հետ խաղալը, այնպես է ստացվում, որ շատ կարևոր խաղերի եմ ընկերոջ հետ խաղում ու իրավունք չունեմ ուղղակի ոչ ոքի անեմ։ Նույն այստեղ է ստացվում Ուզբեկստանի հետ խաղում էինք, դե բնականաբար ինքը ինձնից ուժով բավականին թույլ էր, ես պարտավոր էի իր հետ խաղալը եւ շատ դժվար խաղ էր իմ համար ու չկարողացա հաղթել։ Քանի որ չես կարողանում ուղղակի կենսոնանալ խաղի ժամանակ, այդ մարդուն շատ մոտիկ ճանաչում ես, մոտիկ ընկերը դա չես կարողանում ուղղակի, բայց ասենք խաղի ժամանակ անկախ քեզանից դու երբ որ պայքարում ես, քո մեջ պետք է ինչ-որ ուժեր գտնես, դա հակառակորդի դեմ էլ, որ դու կարողանաս, քանի որ շախմատը այդքան էլ հեշտ խաղ չի, պետք է շատ ուժեղ լարվածություն է, պետք է կենսոնացում, պետք է կոնկրետ պահին միայն շախմատի մասին մտածես, ինչ-որ մտքեր որ գան, ինչ-որ այդ մտքերը այդքան հեշտ չեն գալի։ Եվ դա այդքան հեշտ չի տրվում, իսկ երբ որ ընկերոջդ հետ ես խաղում, դու չես կարողանում լարվել ուղղակի։ Դու չես կարողանում այդ չարությունը մեջը չկա, չես կարողանում լարվել։ Եվ այդ իհարկե շատ լավ կներ, որ այնքան ուժեղ լինեիր, որ ընդհանրապես բոլորի հետ խաղալու չլարվեիր, բոլորի հետ շատ ազատ խաղայիր, բայց դա շատ դժվար է, այդպես ինձ թվում է շատ քչերն են, եթե կա այդպիսի մարդ, որը կարողանում է բոլորին որպես իրեն ընկեր համարել շախմատի խաղատախտակի առջև։ Դուք հիմա օլիմպիական չեմպիոն եք եւ ինչպիսին է ճանաչվածության զգացումը։ Դե պարոն Լպուտյանին արդեն վաղուց բոլորը ճանաչում են երևի դրսում, իսկ ձեզ ինչ կասեք։ Իհարկե հաճելի է, շատ վերջին ժամանակներս չեմպիոն դառնալուց շատ է եղել որ փողոցում ճանաչել են։ Հաճելի է, բայց միևնույն ժամանակ նաև ինչ-որ զգաստացնող է, կաշկանդում էլ է, քանի որ գիտես, որ ժողովուրդը ճանաչում են, այն ինչ առաջ ասենք ազատ էր բամ քեզ, ինչ բաներ կարող անել, որ մտածում ես, ասենք չեն ճանաչի, դե հիմա հասարակ մարդ ես հիմա։ Արեցիր, բայց հիմա ինչ-որ ստացվում է, որ զգում ես կողքից նայում են ճանաչում են, դու էլ քո մեջ ինչ-որ լարվածությունը կաշկանդում է ստեղծում։ Նույնն է, իհարկե, դա այդ կոչումը պարտավորեցնում է, բայց կյանքում ոնց նույն հունով իրար շարունակվում է, արդեն պատրաստվում ես մրցաշարներին։ Ավելի շատ է պարտավորեցնում է այդ դիտոսը։ Ավելի պետք է լավ մոտ գնաս, ավելի լավ տարապես։ Երևան քաղաքում կրկին տապ է եւ բոլորը շտապում են իրենց հանգիստը որևէ այլտեղ անցկացնել։ Ինչպես եք անցկացնում ձեր հանգիստը կամ ինչպես եք պատրաստվում անցկացնել։ Ինձ մի ասեք այդ հարցը, պարոն։
Ես էլ Հանգստանում ես մեկնել եմ Չինաստան մրցաշարի, դրանից հետո կգամ եւ արդեն կմտածեմ հանգիստի մասին, որովհետեւ գնամ Հանգստան։ Անպայման պետք է մտեղ պետք է գտնեմ որ Հանգստանա։ Ես երկուշաբթի օրը Ղարաբաղ պետք է գնամ, այնտեղ մեր գյուղում պետք է հանգստանամ մի շաբաթ երևի։ Հետո երևի արդեն մի շաբաթը բավական է հանգստանալ համար պետք է անցնենք, քանի որ այնպես ստացվել, որ վերջին երևի երկու շաբաթ ինչ եկել ենք, ոնց որ ոչ հանգստանում ենք, ոչ աշխատում ենք, այսինքն սա այնպիսի process է, որ անդադ կանչում են ինչ-որ այստեղ այնտեղ եւ աշխատանքային ռեժիմից ընկել ենք, ոնց որ աշխատանքային այդ ունակությունները կամաց հետ ենք վարժվում եւ անպայման դա հետ է պետք բերել, որ նորից կարողանաս սիստեմատիկ աշխատել։ Պարոն Լպուտյան, իսկ ինչու չեք ուզում այս հարցին պատասխանել, դուք չեք Հանգստանում շարունակում եք աշխատել։ Այո, ես հիմա պատրաստվում եմ երկու միջազգային մրցաշարի, նկատի ունեմ որպես կազմակերպիչ, ջերմուկում պետք է լինի ամսի 30-ին, այս հունիսի 30-ին եւ 12-ին Կապոտակ Սևանում, այնտեղ արդեն գրոսմաստերի նորմայով եւ աշխատանքները շատ են եւ միայն դրա մասին եմ մտածում։ Դուք հիմա արդեն օլիմպիական չեմպիոն եք եւ ես կարծում եմ, որ շատ բաղձալի երազանքներից մեկը կատարվել է։ Հաջորդ քայլը ինչ եք ցկտելու։ Դե բացի թիմային առաջնությունից կանադական պետք է ձգտեմ ինչքան բարձր արդյունքներ ցույց տամ այնքան լավ անհատական մրցաշարներում։ Եվ հետո թիմային մրցաշարներում մենք դեռ չենք եղել աշխարհի չեմպիոն, պետք է ձգտենք նաեւ դրան հասնենք։ Դա 4 տարի մեկ անցկացվելու եւ ամեն ինչ կանենք, որ նաեւ աշխարհի տիտղոս Եվրոպայի չեմպիոն թիմը եղել է 99 թվականին Բաթումիում։ Մենք այդ աշխարհի գավաթը դեռ չի վերցվել եւ հույսով եմ, որ մյուս անգամ ապանոց աշխարհի չեմպիոն կդառնանք։ Ես ավելի մեծ կարողություն կտամ, այսինքն ինքս էլ կձգտեմ նրան, որ 2 տարի հետո իմ համար դա այժմ շատ կարևոր է, որ մենք կարողանանք պաշտպանել այս տիտղոսը, որ բոլոր աշխարհին ցույց տանք, որ մենք իսկապես շատ ուժեղ ենք ու ես մտածում եմ, որ մենք ի վիճակի ենք այդ անել, ուղղակի պետք է մի քիչ աշխատել, պետք է հավատալ դրան, որ մենք կարանք իսկապես անենք, չհանգստանանք, ասենք մի անգամ արդեն չեմպիոն ենք դարձել օլիմպիական, բան չանենք։ Աշխարհի չեմպիոնն էլ է իհարկե շատ կարևոր, քանի որ Հայաստանը երբեք չի եղել Հայաստանի չեմպիոն։ Մեր երկրի համար դա շատ կարևոր է աշխարհի չեմպիոն դառնալ կամ թմային հաշվարկով։ Այդքան, բայց օլիմպիադան կրկնակի կրելը, այսինքն 2 տարի իրար վրա կրելը, դա շատ կարևոր կլինի եւ մեր համար եւ ժողովրդի համար։ Տեսնում եք, արդյոք 2 տարի հետո կրկին չեմպիոն։ Դե իհարկե չեմպիոն լինելը, հաղթելը միշտ որևէ մրցաշարում դա պետք է ամեն դեպքում ժամանակ ուզենա, որ դու հաղթես։ Ինչ խոստղաները շատ ուժեղ շախմատիստներ են կարող են, բայց իհարկե դա լրիվ կապված է, ես կարծում եմ աստուծանկությանը։ Եթե ինքը կամեցավ եւ իհարկե բոլորս պետք է ձգտենք դրան, որտեղ ուժեղ թիմեր շատ կան, բայց եթե կարողանանք կրկնել, ինչպես Գաբրիելն է ասում, իհարկե դա կլինի փայլուն հաղթանակ, որովհետեւ եթե երկրորդ անգամ մեջ հաղթես ամբողջ աշխարհին, դա իսկապես դա կասի այն մասին, որ Հայաստանը այսօր աշխարհի ամենաուժեղ շախմատային երկիրն է։ Իսկ դա իսկապես փառք է մեր ժողովրդի համար։ Եվ շախմատը հայտնի է, որ ավելի շատ խելքի հետ կապված խաղ է, իսկ բախտը երբեմն դեր խաղում է, թե ոչ։ Սպորտում ընդհանրապես բախտը մեծ նշանակություն ունի։ Ամեն դեպքում կա այդ բանը, բայց իհարկե այստեղ ոչ թե միայն խելք, այստեղ կա եւ ստեղծագործություն, կամք, զգայարաններ, որոնք օգնում են քեզ շատ հիմա ես չեմ ուզում կենտրոնանալ այդ հարցում, բայց ամեն դեպքում հաջողությունը խոսում է, ունի իր դերը սպորտում։ Չէ, ասի, շատ չեմ, հաջողություն է, ոչ թե բախտ։ Բախտը մի քիչ այնպեսի բառ է, որ ասում եք բախտ, մի քիչ բախտը իմ կարծիքով այն է, որ մարդ արժանի չի լինում դրան ու հասնում է դրան։ Իրեն տալիս են դա, ինչին ինքը արժանի չի, բայց շախմատը ինձ թվում է այդպես չի։ Եթե դու չպայքարես, հնարավոր է դիրքդ վատ լինի, բայց դու պայքարում ես նոր է դա գալի։ Հաջողությունը ամենակարևորն է, առանց հաջող մենք այստեղ էլ հաջող, որ ասում է Վովան, որ նշանները ասում էր, շատ դեպքում ինչ որ հաջողություններ մեզ գալի, Վովան ասում էր, սա նշան էր, ուրեմն մենք առաջ ենք ընկնել։ Հաջող առանց դրա շատ երևի պատմության մեջ այդպեսի բան չի եղել, որ ինչ որ մի թիմ կամ ինչ որ մի մարդ հաղթի ու հաջողությունը նրա կողմից չլինի։ Եվ մի վերջին շատ նեյտրալ հարց, բոլորովին շախմատի հետ կապ չունեցող, ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հետևում եք։ Անպայման, օր գիշեր, հետևում ենք մեծ ուշադրությամբ, նայում ենք, հիանում ենք իրանց խաղը։ Իհարկե,
Շատ բոլորս իհարկե, համ խաղալ եմ սիրում, համ նայել։ Շախմատ է, ֆուտբոլը սիրում եմ։ Ավելի հետաքրքիր է, ավելի հետաքրքիր։ Ֆուտբոլի պատճառով արդեն 10 օր է հոգնած, ամբողջ օր անցկացնում ես հոգնած, որտեղ գիշերները նայում ես, տարավության արդեն աշխատանք ես։ Իհարկե եւ շատ հաճելի է նայել, բայց ամբողջ օր հետո շատ ծանր ես անցկացնում։ Իհարկե նայում։ 4 տարի մեկ երբ իրավունք ես, տրամաներ քեզ ֆուտբոլի եւ գիշերը լավ չկնես։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Շնորհավորում եմ ձեզ կրկին, չնայած շատ արդեն շնորհավորանքներ եք ստացել եւ մաղթում եմ նորանոր հաջողություններ, ինչպես Գաբրիելը նշեց, 2 տարի հետո հաջողության կրկնում, այսպես ասեմ։ Շնորհակալություն մեր հրավերը չմերժելու համար, մինչ հաջորդ հանդիպում։ Դե ինչ, կարծում եմ այս հաղթանակը կողոքեվորի բոլոր նրանց, ովքեր Հայաստանը պատրաստվում են ներկայացնել տարբեր միջազգային մրցույթներում։ Նրանց եւս հաջողություն ենք մաղթում։ Իսկ մեր նկարահանումները տեղի են ունենում Արմենիա Մարիոթ հյուրանոցում, որի համար շնորհակալություն ենք հայտնում տնօրինությանը։ Մինչ հաջորդ հանդիպում։